Բարև ձեզ, եթերում Բանաձև նախագիծն է, այսպիսով հայտնի են նախագահական ընտրությունների մասնակցող բոլոր կուսակցությունների թեկնածուները, ինչպես նաև այն կուսակցությունների կամ դաշինքների եւ կոնգրեսի, որոնք որ չեն մասնակցելու ընտրություններին։ Մինչև այս պահը եւ մինչև այս օրերը Բանաձևը փորձակ է տրամադրում բոլորին կուսակցություններին եւ դաշինքներին բացատրելու իրենց մասնակցության կամ չմասնակցության պատճառները։ Այսօր ըստ էության մենք լսում ենք հենց այդ պատճառները։ Այսօր մենք որոշեցինք խոսենք մի քիչ այլ նույն թեմայի մասին, բայց այլ տեսանկյունով փորձենք հասկանալ ու բացատրել այդ որոշումների տրամաբանությունը եւ զրուցելու ենք քաղաքագետի հետ, մարդ, որը որ տեղյակ է ներքաղաքական անցուդարձից։ Նախ համառոտ տեղեկանք, թե ինչ փուլում է գտնվում քաղաքական դաշտը այս պահին բոլոր նրանց համար, ովքեր նոր են արթնացել եւ գուցե տեղյակ չեն կամ մեկ անգամ եւս հիշեցնենք ինչ է կատարվում, որից հետո արդեն այդ տեղեկանքի հիման վրա կփորձենք հասկանալ, թե ինչու այսպես եղավ։ Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստ է ընտրություններին։ ԲՀԿ-ն հայտարարեց չի մասնակցում, չի աջակցում, Հոյդան որոշեց չի առաջադրում, չի պաշտպանում, բայց կկողմնորոշվի ընտրողների քվեարկությունից առաջ։ ՀԱԿ-ից Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում, Հրանտ Բաղրատյանը սառեցնում է ՀԱԿ-ի հետ գործակցությունը եւ ինքն առաջադրվում։ Ինչու այսպես ստացվեց, ի վերջո կուսակցությունները սխալ հաշվարկեցին, թե ճիշտ հակառակը։ Սա ռացիոնալ հաշվարկի արդյունք է։ Ինչպես են ընթանալու ընտրությունները եւ արդյոք վերաձևափոխվելու է քաղաքական դաշտը ընտրություններից հետո։ Կուսակցական հաշվարկի ու մարտավարության Բանաձև։ Այսպես Բանաձևի տաղավարում է քաղաքագետ Արմեն Մինասյանը, բարի երկու Արմեն։ Դե առաջի հարցը ըստ էության ամենախոշոր քաղաքական ընդդիմադիր միավորումները ԲՀԿ-ն, այլընտրանքայինը, ՀԱԿ-ը եւ Հոյդան չեն մասնակցում ընտրություններին։ Ըստ էության, ՀԱԿ-ը դեռ մինչև այս ձայնագրության պահը դեռ որևէ կարծիք չի հայտնել, բայց ամենայն հավանականությամբ չի ունենա թեկնածու։ Ինչու այսպես ստացվեց։ Սկզբունքորեն կարելի է ընդհանրապես մեկ նախադասությամբ ասել, որ բոլոր այն գործիչները ազդեցիկ կամ ուժերը, որոնք կարող էին գործող իշխանության հետ մրցակցել, այսինքն պոտենցիալ մրցակիցները պարզապես հասկացան, որ մրցակցությունն այս փուլում իմաստ չունի։ Եվ եթե համարենք, որ քաղաքականությունը ինքնին ներդրումներ են որոշակի եկամուտների ակնկալիքով, պարզապես հաշվարկեցին եւ տեսան, որ այս փուլում այդ ներդրումներն անելու իմաստ չունի։ Բայց վատը այն զինվորը, որ չի ցանկանում դառնալ գեներալ, մյուս կողմից կուսակցությունների տրամաբանության հիմքում հենց ընտրությունների մասնակցելն ու հաղթելն է։ Եթե նույնիսկ դա զրոյական է։ Դասական իմաստով այո, բայց եթե հաշվի առնենք, որ Հայաստանում ռեսուրսները, այդ թվում նաեւ քաղաքական գործունեություն իրականացնելու համար մոբիլիզացվող ռեսուրսները բավականին սակավ են, ըստ էության նպատակահարմար գտան յուրաքանչյուրը իր մեկնությամբ իր հիմնավորման, բայց նպատակահարմար գտան չմրցակցել։ Արմեն, ասացեք խնդրեմ, ձեր համար ի սկզբանե պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվել, որովհետև շատ վերլուծաբաններ ասում էին, ահա, տեսակ, մենք հենց սկզբից էինք ասում։ Մինչդեռ ամեն ինչ այդքան պարզ չէր, որքան թվում էր արտաքուստ։ Իհարկե պարզ չէր, պարզ էր մի բան, որ առաջադրվել կամ չառաջադրվելը ըստ որում ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում 50-50, հավասար հնարավորություններ տարբերակով էր եւ այդ գործիչներն իրենք պետք է որոշեին առաջադրվում են թե չէ։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, առաջադրվել կամ չառաջադրվելը ենթադրվում է ոչ միայն ձեռքբերումներ, որոշակի եկամուտ, ինվեստիցիաներից, այլ նաև կորուստներ եւ ծախս։ Ծախսերը ներառենք նաև կորուստների մեջ, բայց կորուստները ինքը շատ ավելի լայն է, ինքը ենթադրում է իմիջային կորուստ, քաղաքական ազդեցության կորուստ, ի վերջո որոշակի փաստերի, իրողությունների վերհանում, ինչը առաջին փուլով մենք տեսանք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Եվ շատ դեպքերում հնարավոր է մի գործիչ նույն իրավիճակում նախընտրել մասնակցությունը, մեկ այլ գործիչ չնախընտրել։ Օրինակ նույն ՀԱԿ-ի պարագայում մենք ունենք Հրանտ Բաղրատյանի ֆենոմենը, ով նախընտրեց պայքարելու ձևը։ Եվ արդեն խոսենք ՀԱԿ-ի մասին, ըստ ձեր կարծիքով արդյոք կարելի է ասել, որ Հայ ազգային կոնգրեսը 2013-ին ֆորմալ առումով կամ գուցե փաստացի առումով կդադարի գոյություն ունենալ։ Չգիտեմ ֆորմալ առումով ինչ տեսք ունենա 2013-ին ՀԱԿ-ը, բայց այն որ դե ֆակտո ՀԱԿ-ը այլևս գոյություն չունի եւ գոյություն չուներ արդեն իսկ մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հարցազրույցը, դա փաստ է, որտեղ միակ սոսնձող գործոնը ՀԱԿ-ում ինքը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, իր անձն էր։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանի հանում ենք
այս ամբողջ մոզաիկայից, ասում եմ, որ ՀԱԿ-ի պատկերը անհասկանալի ինչ-որ բան է ստացվում։ Իդեպ շատ է խոսում այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի ներքին կառավարումը ստեղծել էր շատ նման գործադիր իշխանության կամ կուսակցության, որը որ իշխանություն է, հա, իր բոլոր ճյուղերով, ենթահանձնաժողովներով, բայց ամենակարևոր բանը, որ դա միահեծան իշխանություն է, այսինքն այնտեղ կար Լևոն Տեր-Պետրոսյան եւ կար Լևոն Տեր-Պետրոսյանի գիծ։ Ցանկանում ես, միանում ես, շարունակում ես միասին, չէ, ինչպես ասում են, սկայծրտու դարոգա, արդյոք հենց գուցե դա չի հիմքում, որ կոնգրեսից նախ հեռանում են, որը ակնհայտ է, եւ երկրորդը, որ կոնգրեսը չդարձավ, այսպես ասած, կուսակցական բազմակարծության վայր, որը որ գուցե ապահովեր նաեւ նրա գոյությունը առանց Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ես կասեի, որ նման բրգաձև հիերարխիկ կառուցվածքը բնորոշ է Հայաստանի եւ առհասարակ հետ խորհրդային բոլոր հասարակություններին, թե քաղաքացիական, թե քաղաքական ինստիտուտների առումով։ Կա նման խնդիր իհարկե, բայց ՀԱԿ-ի պարագայում զարմանքը այս դեպքում կապված է այն հանգամանքի հետ, որ ՀԱԿ-ը գալիս էր մի հռետորաբանությամբ, որ խոստանում էր թափանցիկություն, ժողովրդավարություն եւ այն խոստումները, որոնք հնչում էին հրապարակում, սկզբունքորեն չիմպլեմենտացվեցին այն կառույցի ներսում, որը հրապարակից հետո ֆորմալիզացվեց։ Սա իսկապես խնդիր էր եւ իսկապես հասարակությունը տեղեկացված լինելու որոշումների ընդունման ընթացակարգերի առհասարակ ներքին քննարկումների մասին տեղեկացված լինելու խնդիր ուներ։ Ինչ եք կարծում, այսօր ՀԱԿ-ում կա գոնե հիմա կա երկու քաղաքական գործիչ, որոնց որ քաղաքական ճակատագիրը մի տեսակ անհայտ է։ Առաջինը դա Լևոն Զուրաբյանն է, որը որ ՀԱԿ-ի բանագնացն էր ԲՀԿ-ի հետ բանակցություններում եւ շփումներում։ Ընդ որում Լևոն Զուրաբյանը դա անում էր շատ ազնվորեն բաց, ընդ որում ոչինչ չթաքցնելով, ընդհանուր միջև հիշում եք Վարդգես Գասպարին խնդրելով, որ Գագիկ Ծառուկյանի լուսանկարը հանի, որովհետև կարծում էր, որ Վարդգես Գասպարին քանի որ ՀԱԿ համախոհ է, ապա թող գոնե այսպայն երբ որ բանակցում են, թող չվիրավորեն գործընկեր կուսակցության լիդերին։ Եվ հենց այդ պատճառով է, որ այսօր ՀԱԿ-ի ներսում նույնիսկ Պետրոս Մակյանը երևի այդ առումով ամենակտրուկն է, որ ասում են ՀԱԿ-ը կշարունակի գոյություն ունենալ, եթե Լևոն Զուրաբյանին հանենք։ Բայց մյուս կողմից Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ համագումարում հայտարարում է, որ ՀՀՇ համագումարում հասկացնել տվեց առաջի հերթին բոլորին, որ այդ ես էի, որ Լևոնին ուղարկել էի բանակցությունները, խորհրդակցությունների, եւ որովհետեւ պետք էր փորձել։ Այդքանով հանդերձ հասկանալի է, որ այնուամենայնիվ, այսպես ասած, բոլորը մեղադրելու են Լևոն Զուրաբյանին, ձեր կարծիքով ինքը կշարունակի մնալ ՀԱԿ-ում, թե կհեռանա Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ես կրկնում եմ, ամեն ինչ հետագա զարգացումները կախված են նրանից, թե ինչ տեսք կունենա եւ ինչ բովանդակություն կունենա ՀԱԿ-ը ինքը։ Դուք կանխատեսեք, որ դա կփոխվի։ Անպայման այսօր է փոխվում։ Այսօր արդեն դժգոհություն է, այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը նախորդին ունեցել է խորհրդի նիստ, ընդունել է իբր թե ընդունել է հայտարարություն եւ չի հայտարարվել այդ հայտարարության բովանդակության մասին, խոսում է այն մասին, որ ՀԱԿ-ի ներսում մի բան այն չէ։ Խոսում է, որ ՀԱԿ-ը ինքը փոփոխությունների լուրջ process-ի մեջ է։ Դե օրինակ երեք Աղոն Վարդանյանն հետաքրքիր բան ասաց, տարակուսանք է առաջացնում, որ երբ որ ասում են ՀԱԿ-ում բոլոր տեղեկացված լինարից, երբ որ մի թերթ գրում է Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի այդ որոշման մասին, մյուս բոլոր բաներում, մյուս բոլոր թերթերում ՀԱԿ անդամներ գրում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատ կառաջադրվի։ Եվ նույնիսկ Գագիկ Ջահանգիրյանն չէ հայտարարել, որ ես չեմ, ես զարմանում եմ, որ դուք չտեսաք դա նրա ելույթում։ Ասացեք խնդրեմ, եւ երկրորդ մարդու ճակատագիրը Նիկոլ Փաշինյան։ Տեսեք, ՀԱԿ ասելով ինչ ենք հասկանում, եթե փորձում ենք վերլուծել ՀԱԿ-ը, ինչ ենք հասկանում ՀԱԿ ասելով։ Կա կառույց, հա, արտախորհրդանական մի ուժ, որը ըստ էության տարբեր քաղաքական ուժերի միավորում է, ըստ որում գաղափարախոսական առումով միանգամայն ծայրահեղ թևերում գտնվող քաղաքական ուժերի միավորում։ Նրանք հայտարարել են, որ նրանք միավորվում են նպատակի շուրջ, իշխանապահ։ Կարելի է վերլուծել նպատակը։ Իշխանապահ։ Իշխանապահություն, ուրեմն թաքցնել չի կարելի։ Մարդիկ հավաքվել էին օգտագործելու համար Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչպես առաջին նախագահն էր ասել, հա, որպես գործիք, որպեսզի իրականացնեն իշխանապահություն։ Դա տեղի չունեցավ։ Եվ այսօր երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ չի առաջադրվելու, որքան էլ մեզ համոզեն, որ նա քաղաքականությունից չի հեռանում, իսկապես ոչ ոք քաղաքականությունից չի հեռանում, բայց սա հայտեր ակտիվ մասնակցությունը դադարեցնելու մասին։ Ստացվում է, որ իշխանապահությունը Լևոն Տեր-Պետրոսյանին կիրառելու միջոցով չստացվեց։ Էջը փակված է։ Ինչ կլինի ՀԱԿ-ի հետ։ Հարցական է։ Այսօր ՀԱԿ-ը ունի խորհրդարանական խմբակցություն, եւ մենք տեսնում ենք, որ միանգամայն այլ ուղղություններ են որդեգրել առանձին անհատներ։ Նիկոլ Փաշինյանը միանգամայն այլ
ուղղության մեջ է Հրանտ Բաքրատյանը հայտարարել է ինքնուրույն ինքնուրույն մասնակցելու մասին։ Նիկոլը, որը հայկական ժամանակի հիմնադիրն է, ֆորմալ առումով, այսպես ասած, կապ չունի այս պահին օրաթերթի բովանդակության հետ, այնուամենայնիվ Տեր-Պետրոսյանի որոշումից հետո երկար խմբագրական էր գրվել այն մասին, որ շարժումը պարտվեց։ Սա իրողությունների ընդունում է։ Այո, այդ դեպքում ինչ է անելու Նիկոլը։ Տեսեք, իրականում ոչ մի ողբերգություն չի կատարվել։ Իրականում ոչ մի ողբերգություն չի կատարվել։ Մենք անընդհատ խոսում ենք, որ Հայաստանում քաղաքական process-ները պետք է դուրս գան, հա, այն սերունդի շրջանակներից, որը ձևավորվել էր շարժման տարիներին 88-ին։ Այսօր իսկապես լուրջ հնարավորություն է նոր սերնդի ի հայտ գալու համար, որովհետև այո, նախագահական ընտրությունների արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չեն առաջացնում հաղթանակի իմաստով, բայց լայն հնարավորություն կա, որ այլ ուժային կենտրոնների մասնակցության, բացակայության պայմաններում լրիվ նոր գործիչներ մտնեն դաշտ, որովհետև կա էլեկտորատ բողոքող, հնարավոր է էլեկտորատը օգտագործելով մուտք գործել քաղաքական ասպարեզ։ Նոր սերնդի ի հայտ գալու լուրջ հնարավորություններ կան, եւ Նիկոլն էլ նրանցից մեկն է։ Լուրջ իրացվելու շանս կա։ Պապին Ղրգեն Թոշակի, սկսեն գործել, հասկացա։ Եվ Հոիդան թվում էր թե ամենակայացած կուսակցությունն է, ամենապրոֆեսիոնալ կուսակցական գործիչների թիմով, որտեղ որ նախագահի տեխնացուի պակաս չկա, թեկուզ Վահան Հովհաննիսյանն, Արմեն Ռուստամյանը շատ հստակ քաղաքական պլատֆորմ ունեին, միակն էին, որ քաղաքական կոնսուլտացիաներին մասնակցում էին իրենց օրակարգով եւ հայտարարում էին, որ ահա օրակարգը, միացեք մեզ կամ ընդունեք այս օրակարգը, մենք միասին կքննարկենք նաեւ տեխնացուի հարցը, բայց չստացվեց։ Տեսեք, այստեղ էլ ընտրության հարց էր, հավանաբար ենթադրում եմ, որ դրա մասին դեռևս բարձրաձայն չի հայտարարվում, որ այն պոտենցիալ մրցակիցները, ովքեր, ինչպես նշեցի, մրցունակության բացակայության պատճառով ուղղակի չցանկացան մասնակցել ընտրապայքարին, բնականաբար առաջիկայում որևէ կերպ պետք է ձևակերպեն իրենց դիրքորոշումը եւ անընդհատ դաշտում քննարկվում է քաղաքական բոյկոտի հարցը, հա, եւ ՀՅԴ-ն չտարբերվելով մյուսներից իրականում մրցունակության առումով ըստ էության տեղ է թողում, որպեսզի հնարավորության դեպքում միանա այսպես կոչված բոյկոտին, բայց բոլորի Իդեպ չէ, Աղբան Վարդանյանը հայտարարեց, որ իրենք միտումնավոր չեն հայտարարել բոյկոտը, որովհետև բոյկոտը անազնիվ է իրենց ընտրազանգվածի նկատմամբ եւ ամենակարևորը հակառակ իրենք ասացին, որ իրենք ասում են, որ մինչեւ փետրվարի 18-ը դետելով կուսումնասիրեն տեխնացուներին եւ կորոշեն արդյոք ինչ-որ մեկին իրենց համախոհներն ասեն ում համար կամ ում դեմ քվեարկեն։ Խնդիր չկա, բարձրապես ՀՅԴ-ի դեպքում իսկապես մենք ունենք բավականին յուրօրինակ մոտեցում, նախ նշեմ, որ ՀՅԴ-ն այն քիչ կառույցներից է, որտեղ կայացվում են բոլոր դեպքերում կոլեգիալ որոշումներ։ Չի կարելի ասել, որ մեկ անձի որոշման հետ գործ ունենք, կարծում եմ կուսակցությունում քննարկել են, որոշել են առայժմ մասնակցության այս ձևը, բայց եթե ես իրենց փոխարեն լինեի, կփորձեի որևէ երիտասարդ գործչի պարզապես կայանալու հնարավորություն ընձեռել։ Արծվիկ Մինասյան։ Արծվիկ Մինասյանի Երևանի քաղաքապետի Երևանի ավականու ընտրություններում փորձեցին, ինձ թվում է կարելի էր միանգամայն նոր դեմքի առաջ մղել։ Արդյոք իրականում մենք այդպես լուրջ դեմքով ամեն ինչ քննարկում ենք, իրականում պատճառը շատ ավելի պարզունակ չէր։ Բոլորը քաղաքական հաշվարկ ունեն, որ կառաջադրվի Գագիկ Ծառուկյանը, բոլոր 3 կուսակցությունների համար էլ նա, այսպես ասած, ընդունելի տեխնացու էր, Ծառուկյանը չառաջադրվեց եւ այդ քաղաքական հաշվարկները փլվեցին, մարդիկ վերջ րոպեի մնացին առանց տեխնացուի եւ պարզ էր, որ միայնակ պարտվելու էին։ Տեսեք, բոլորը երբ որ նշում ենք, ել եմ կրկնում, շատ կարևոր է մոտիվացիան, ինչի համար ես մասնակցում process-ին։ Հաղթանակը կամ արդյունքը միայն մաքուր հաղթանակը չէ, այն չէ, որ դու մասնակցիր եւ հաղթեցիր նախագահի ընտրություններում։ Եթե մասնակցում ես ենթադրենք եւ նոր գործիչ ես ու հավաքում ես 10%, սա արդեն լուրջ հայտ է քաղաքական մասնակցության դեպքում։ Գագիկ Ծառուկյանը ինքը իր որոշումն է կայացրել, ՀՅԴ-ն ՀԱԿ-ը, մյուս ուժերը, ովքեր համարվում են քաղաքական կուսակցություններ, քաղաքական ուժեր, պետք է ունենային այլընտրանքային սցենարներ։ Ես համաձայն եմ, գուցե հենց այդ դրա պատճառով է, որ չկարողացան եւ որքանով ըստ որպես քաղաքագետի հետաքրքիր են դառնում այս ընտրությունները։
Ընտրությունները իրականում շատ հետաքրքիր են դառնում։ Նախ չի կարելի ասել, որ մրցակցային չէր, բավականին մրցակցային ընտրություններ էին, պարզապես ընտրությունները քվեարկությունը դա ընդհանրապես տեխնիկական էլեմենտն է ընտրական process-ի։ Ընտրությունները ըստ էության կայացան նախընտրական այս փուլում, երբ որ քաղաքական process-ները բավականին խիտ գույներով ընթանում էին, հիմնականում փակ, հա, անդրկուլիսյան ինտրիգների ձևով, բայց բավականին ակտիվ քաղաքական process էր ընթանում եւ ըստ էության հաղթողը պարզ դարձավ արդեն տեխնիկական այդ քվեարկության օրվանից առաջ, բայց ինքը ընտրությունները բավականին նշանային են լինելու նորանկախ Հայաստանի պատմության մեջ, ինչ իմաստով, որ մենք ըստ երևույթին առաջին անգամ կունենանք ուրեմն նախագահ, ով կկառավարի երկրորդ ժամկետ, իսկապես բառից բուն իմաստով առանց հասարակության մեջ բևեռների տարանջատման, որտեղ նախորդ շրջանում մենք միշտ էլ երկու նախագահների դեպքում ավելի ճիշտ է Լևոն Տեր-Պետրոսյանի թե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ երկրորդ ժամկետի ընտրությունները եւս որոշակի դժվարություններով են անցել եւ երկու նախագահներն էլ իրենց կառավարման ընթացքում Այստեղ հակառակը եղավ, առաջին ավելի դժվար էր, քան փաստորեն վերընտրությունը։ Իսկ երկրորդ շրջանը բավականին կարևոր է։ Եվ Գագիկ Ծառուկյանը, իդեմս իր մամուլի քարտուղարի, հայտարարեց, որ չի հեռանում քաղաքականությունից, Փոյդան ասաց, որ անշուշտ չի դադարեցնում գործունեությունը, ճիշտ հակառակ իրենք պատրաստվում են, այսպես ասած տեսնել թե ինչ կլինի ընտրություններից հետո, հակը դեռևս պարզ չէ, բայց հասկանալի է, որ այդ գործիչները ուղղակի տուն չեն գնալու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, մնալու են քաղաքականության մեջ։ Սա արդյոք նշանակում է, որ այսօր արդեն, հենց հիմա չէ, բայց առաջիկայում մենք ականատես կլինենք, այսպես ասած, թեկնածու 2018-ին։ Չեմ կարծում, այսինքն որ հիմիկվանից արդեն մարդիկ սկսեն պատրաստվել 2018 թվականի հնարավոր նախագահական ընտրություններին։ Ոչ մի կասկած չունեմ, որ մինչև 2018 թվականը բավականին լուրջ փոփոխություններ կլինեն, որովհետև այնինչ այսօր մենք ունենք, այսօրվա արդյունքում չի։ Սա բավականին լուրջ աշխատանքի համակարգի ընդհանուր տրանսֆորմացման արդյունքում է եւ սրա առաջին ղողանջները մենք տեսանք դեռևս խորհրդարանական ընտրություններից հետո։ Այնինչ տեղի ունեցավ այսօր, երեք, հա, սա կարելի էր կանխատեսել խորհրդարանական ընտրություններից հետո։ Եվ փոփոխություններն այն աստիճան դինամիկ են, որ խոսել 2018-ի մասին այն էլ հիմա դեռ վաղ է։ Նախորդին հյուրերից մեկը նկատեց, որ այս ընտրությունը, որ թվում է թե առանց, այսպես ասած, միասնական թեկնածուի, մի կողմից լավ է երկրի համար այն իմաստով, որ պարզորեն Սերժ Սարգսյանը չի, այսպես ասած, չի ներգրավվի շատ ադմինիստրատիվ ռեսուրս կամ այն ծանոթությունների շրջանակ, որոնք ավանդաբար ներգրավվում է, հետևաբար վերընտրությունից հետո շատ մարդկանց շնորհակալ չի լինի, շատ պարտավորված չի լինի նրանց նկատմամբ, հետևաբար ավելի ազատ կլինի, ավելի ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար։ Եվ հետևաբար կար կանխատեսում, որ հենց այդ պատճառով երկրորդ ժամկետում վերընտրվելուց հետո կանխատեսում է, որ Սերժ Սարգսյանը շատ ավելի համարձակ կլինի բարեփոխումների եւ, այսպես ասած, քաղաքական ու ժողովրդավարական ազատությունների մեջ։ Դա որքանով է հիմնավոր։ Տեսեք, դուք թե հա ում դուք ցիտեցիք, թե ինքը եւ թե դուք եթե հավատում եք, մի քանի հիմնական էլեմենտներ հա միախառնում ենք։ Իրականում բազմաթիվ էլեմենտներ գոյություն ունեն process-ի ընթացքում, որոնք բոլորն էլ կարևոր են։ Բոլոր նախագահների երկրորդ ժամկետները միշտ աչք են ընկնում փոփոխությունների գնալու ավելի մեծ համարձակությամբ։ Դա առաջին հերթին պայմանավորված է եւ իմիջային խնդիրներով, երկրորդ հերթին լավ հեռանալու, կենսագրություն թողնելու տեսանկյունից։ Երրորդը Հայաստանում այսօր եւ նախագահն ինքը իր ելույթում խոսեց, հասունացել են փոփոխությունների անհրաժեշտությունը։ Կա լուրջ փոփոխությունների կարիք, ընդ որում դրանք կապված են երկրի մարտահրավերների, երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման հետ, ուղղակի անհրաժեշտություն են։ Եվ այո, իսկապես եթե ընտրությունները որակյալ լինեն, նաև լինի միջազգային հանրության համարժեք արձագանքը, բնականաբար այդ փոփոխությունները, այդ խնդիրների հաղթահարումը շատ ավելի հեշտ կլինի։ Ինչ վերաբերում է կախված լինել կամ չլինելու, դա քաղաքական համակարգի առանձնահատկությունների հետ է կախված եւ մենք անգամ մինչեւ ընտրությունները որոշ ինդիկատորներով արդեն տեսանելի է, որ կախվածությունը նախագահի կամ քաղաքական process-ների կախվածությունը արտաքաղաքական որոշակի երևույթներից բավականին անկել է։ Արդյոք 2012-ը հետաքրքիր էր
քաղաքական գործընթացները լուսաբանելու եւ գրելու եւ վերլուծելու համար։ Կարգին տարի է, չէ՞։ Շատ հետաքրքիր է, ուղղակի 2012-ը կարելի է ուղղակի անվանել ընտրությունների տարի, որովհետեւ իսկապես իր պաշտոնի տեսանկյունից, վիճակող պաշտոնի տեսանկյունից շատ փոքր, բայց իր նշանակությամբ շատ մեծ ընտրություն մենք ունեցանք արդեն տարվա սկզբին, խոսքը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների մասին էր, որտեղ լուրջ մրցակցային իրավիճակ էր, լուրջ ռեսուրսների մոբիլիզացիա կար եւ հանրության ուշադրությունը սևեռված էր։ Եվ դա նաեւ փորձադաշտ դարձավ հետագա խորհրդարանական ընտրությունների համար ուժերի վերադասավորման, ռեսուրսների կոնսոլիդացման եւ տեխնոլոգիաների կիրառման առումով։ Հաջորդը մենք ունեցանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ եւ անմիջապես հետո նախապատրաստվում ենք նախագահական ընտրությունների։ Զուգահեռ ընտրություններ էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, նախագահային ընտրությունները եւ ընտրություններ էին Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում, Վրաստանում։ Այսինքն սա ընտրությունների մի տարի էր, բավականին հարուստ, թե Հայաստանում եւ թե Հայաստանի ներքին ու արտաքին օրակարգի հետ կապված հարևան եւ բարեկամ գործընկեր երկրներում ու շատ հետաքրքիր է լուսաբանել, որտեղ աշխարհն ինքն էլ փոփոխությունների մեջ է ակտիվ։ Արմեն որտեղ ես դիմավորել նոր տարին Երևանում թե ծնողների մոտ։ Ծնողների հետ։ Եղավ շնորհավոր ես իմ կողմից կփոխանցես։ Սիրելի երթուղտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Արմեն Մինասյանի հետ քաղաքագետ, մեր զրույցի առիթը մենք ամփոփում ենք քաղաքական տարին եւ կուսակցությունների դիրքորոշումները առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված։ Արմեն Մինասյանի կարծիքով առաջիկայում կարելի է սպասել, որ ՀԱԿ-ը որոշակի փոփոխությունների կենթարկվի հաշվի առնելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ըստ հեռանում է ՀԱԿ-ից, տեսնենք թե ինչպես կդրսևորեն իրենք։ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն կշարունակեն իրենց քաղաքական կենսագրությունը, առայժմ վաղ է խոսել Տեխնազու 2018-ի մասին, ֆորմալ առումով գոնե այն պատճառով, որ փետրվարյան ընտրությունները դեռ առջևում են, պետք է դրան նախապատրաստվել, իսկ ընդհանուր առմամբ այո ընտրական տարի էր ոչ միայն մեզ մոտ, մեր շուրջը, տարածաշրջանում եւ աշխարհում վերընտրվում էին կամ փոխվում էին, այդ իմաստով 2013 ամեն դեպքում ամենայն հավանականությամբ արդեն կլինի շատ ավելի որոշումներ կայացնելու եւ փոփոխություններ իրականացնելու տարի, որովհետեւ դե պարզ է ընտրական շրջանում բոլոր երկրներում ամբողջ ուշադրությունը հենց ընտրական գործընթացներն են, ծրագրերն են ու պայքարն է։ Սա համառոտ եթե բացեք թողել մեր զրույցը, դուք դիտում եք Արմիզի բանաձևը, շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։